կարծում եմ այդպիսի պրակտիկա էլ կարող է լինել, որ մենք ուղղակի ինչ-որ անուն որոշենք, ասենք այս այսինքն նկատի ունեմ այդ հետաքրքիր հարց է, բրենդինգի հարց է, իրականում ինչ պարտադիր է, որ վերնագիրը արտահայտեն գործունեությունը, որ իրականացում է այդ ընկերությունը։ Ասենք բան հա այդ նկատի ունեմ, որ կարելի է որևէ անուն դնել արդեն իր կանոնադրության եւ այլնի մեջ գործառույթները Երևան։ Գաղափարը հետաքրքիր է, եկեք մտածենք այդպես տարբերակ եթե կա, միջև ստորագրելը անենք, եթե չենք գտնի, բայց հետագայում իրոք մտածենք։ Օրինակ հիմա որ բանը հասավ այստեղ, դուք գիտեք, որ առաջիկայում մենք արտաքին հետախուզական ծառայություն ենք ստեղծելու, այդ գաղափարը այնտեղ է քննարկվել, նաև որ ինչի պետքա պարտադիր մարմինը կոչվի արտաքին հետախուզական ծառայություն։ Բոլոր երկրներում էլ կա արտաքին հետախուզական ծառայություն։ Կարող է ուղղակի իրան պետքա ֆիքսել որպես արտաքին հետախուզական ծառայություն եւ ասել, որ արտաքին հետախուզական ծառայությունը հանդես է գալիս այս անվան ներքո։ Եվ այդ գաղափարը մենք մինչև օրենքը արդեն ազգային ժողով կառավարություն գալը այդ գաղափարը փորձենք ներդնել, կարծում եմ վատ բան չի, ասենք այս ինչ ընկերություն։ Պետք է ուղղակի այլ բան, որ ինչ ենք մենք այս ճանապարհին գնում, որովհետև անուն մտածելը բրենդինգի ամենակարևոր եւ ամենալուրջ գործն է։ Կարող է շատ չարչարվենք, տենց էլ նորմալ անուն չգտնենք, որը բանի առարկա չդառնա, ասենք ծաղրի եւ անեկդոտների առարկա չդառնա։ Արդեն սկսեց։ Փոխվարչապետն առաջարկում է ժպիտ դնել պոակի անուն։ Այն տրամաբանության, որ ժպտացեք ձեզ լուսանկար անում են։